Ղարաբաղի-ադրբեջանական շփման գծում գիշերը կրակոցները շարունակվել են։ Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակի մամլոխոսնակ Սենոր Հասրաթյանը Ազատությանը փոխանցեց, որ Ադրբեջանի զինված ուժերը հրադադարի ռեժիմը խախտել են հրաձգային զինատեսակներից և դիպուկահար զենքերից։ Պաշտպանության բանակը կորուստներ չունի։ Հասրաթյանի խոսքով գիշերը շփման գծում հարաբերական հանգիստ է եղել։ Ղարաբաղի զինված ուժերը ըստ նրա սահմանում իրավիճակը հսկողության տակ են պահում։ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն էլ այսօր առավոտյան հայտարարեց, որ հայկական կողմն է գիշերը խախտել հրադադարի ռեժիմը մոտ 142 անգամ։ Սենոր Հասրաթյանը պնդեց, որ սա ապատեղեկատվություն է։ Շփման գծում իրավիճակը կտրուկ սրվել էր երեքշաբթի ուշ երեկոյան։ Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարարությունը հաղորդեց ադրբեջանական կողմի ՏՌ-107 համազարգային հրթիռային կայանքներ կիրառելու և պաշտպանության բանակի պատասխան գործողությունների մասին, որոնց հետևանքով հակառակորդը կորուստներ ունի։ Ադրբեջանական լրատվամիջոցները հաղորդեցին, թե հայկական կողմի արկակոծության հետևանքով Ալ-Խանլու գյուղում զոհվել են 50-ամյա կին և 2 տարեկան երեխա։ Եվս մեկ կին վիրավորվել է և տեղափոխվել հիվանդանոց։ Հայկական կողմը թեև ափսոսանք է հայտնում զոհերի հետ կապված, բայց պաշտպանության նախարարի մամլոխոսնակ Արծրուն Հովհաննիսյանը ասում է, վստահ չեն, որ հայկական կողմի կրակոցից են ադրբեջանի քաղաքացիները մահացել։ Նրա խոսքով ադրբեջանցիները իրենց կրակակետերը գյուղում են տեղակայել։ Այդ պատճառով էլ հայկական կողմի կրակը գյուղի ուղղությամբ է եղել։ Հովհաննիսյանը ասաց, որ անգամ տեսագրություն են հրապարակել, որտեղ երևում է ադրբեջանական կողմը բնակելի տան կողքից է կրակել։ Որտեղ երբ որ դու ուղիղ տան բակից կամ, չգիտեմ, գոմի պատի տակից դնում ուրանոց ես տեղակայում ու կրակում, տրամաբանական է, որ պիտի հասկանաս, որ պատասխանել են։ Էն էլ այս ժամանակ, երբ որ մենք ասենք տեսահասկման արդեն բավականաչափ հզոր համակարգեր ունենք, թե օդից, թե ուղիղ դիտարկման, որոնցով այդ ամեն ինչը շատ հեշտ մատնվում է, շատ հեշտ երևում է։ Հովհաննիսյանի խոսքով այսօր ցերեկային ժամերին շփման գծում իրավիճակը հանգիստ է։ Հարցին, թե չէր կարող հետախուզությունը իմանալ, որ ադրբեջանական կողմը կրակելու է, Հովհաննիսյանը ասաց, որ հատուկ ծառայությունները կարող էին զինտեխնիկայի սահմանին մոտեցնելը ֆիքսել, մինչդեռ հիմա խոշոր տրամաչափի զինտեխնիկան միշտ էլ շփման գծում է։ Առաջնագծում, ասենք, հակառակորդն էլ մենք էլ բնականաբար արդեն մարտի պատրաստ, կոնկրետ մարտի համար պատրաստ։ Այնքան միջոցներ ու ուժեր ունենք, որ այստեղ արդեն հետախուզության խնդիր չի այս պարագայում։ Արծրուն Հովհաննիսյանը չբացառեց, որ առաջիկա օրերին շփման գծում լարվածությունը կարող է աճել։ Այսօր պաշտոնական Մոսկվան է կողմերին խաղաղության կոչ արել։ Ռուսաստանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան կողմերին հորդորել է միջոցներ ձեռնարկել իրավիճակի կայունացման և արյունահեղության դադարեցման համար։ Выражаем соболезнования родным и близким погибших. Считаем недопустимым дальнейшее кровопролитие и призываем стороны. Ցավակցություններն ենք հայտնում զոհվածների հարազատներին եւ մտերիմներին, անթույլատրելի ենք համարում հետագա արյունահեղությունը։ Կողմերին կոչ ենք անում ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները իրավիճակը կայունացնելու համար եւ սատարում ենք ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կարծիքը, որում ընդգծված է բռնության դադարեցման եւ բանակցությունների վերսկսման անհրաժեշտությունը։ Необходимость прекращения насилия и возобновления переговоров. Ադրբեջանի արտգործնախարարությունը երեկվանից հայտարարում է, որ միջադեպի հետ կապված տարբեր միջազգային կառույցների են դիմել։ Հայաստանի արտգործնախարարության խոսնակ Տիգրան Բալայանը Ազատության հետ զրույցում ասաց, որ անհասկանալի է, թե ինչից է բողոքում Ադրբեջանը։ Ադրբեջանը ումից է բողոքում։ Ադրբեջանը բողոքում է մի բանից, որի մեղավորը հենց ինքն է։ Ադրբեջանը բողոքում է, որ խախտել է զինադադարը կամ զոհեր, բայց հստակ միջազգային հանրությունը առաջարկել է եւ Ադրբեջանի նախագահն համաձայնել է սահմանել մեխանիզմներ, որպեսզի նման միջադեպեր չլինեն, զոհեր չլինեն։ Ադրբեջանը 1 տարի շարունակ խոչընդոտում է այդ ամեն ինչի իրականացմանը եւ տրամաբանորեն ինքը առաջին հերթին պետք է մեղավորներին գտնել հենց Բաքվում եւ իշխանության բարձրագույն էշելոնները։ Այսօր Մոսկվայում եւ Վաշինգտոնում Հայաստանի դեսպանատների դիմաց բողոքի ցույցեր են եղել։ Ադրբեջանցիները նմանատիպ ցույց ծրագրում են նաեւ Բեռլինում Հայաստանի դեսպանատան դիմաց անցկացնել։ Դա հիշեցնում է վատ բեմադրված թատերական ներկայացում առաջին հերթին։ Կարող եմ ասել, որ Մոսկվայում դեսպանության առջև ընդամենը 5 անձ է ներկայացել, որոնք փորձել են չարտոնված ցույց իրականացնել, ինչը կանխվել է ռուսական իշխանությունների կողմից, քանի որ արտոնված չի եղել այն։ Բեռլինի պարագայում նախատեսվում է Կիրակի օրը ինչ-որ բողոքի ակցիա անցկացնել, ոչ աշխատանքային օր ամսի 9-ին, եւ Վաշինգտոնում, եթե չեմ սխալվում, համանման ինչ-որ ակցիա է տեղի ունեցել։